Ամառային հանգիստը վայելելուց հետո իմ ներկայացուցիչները կրկին հավաքվել են այստեղ քննարկելու ինձ վերաբերող հարցերը։ 131 ներկայացուցիչ չտեսա, բայց մեծամասնությունն այստեղ էր։ Ինչպես միշտ սկսեցին քննարկել, թե ինչ պիտի քննարկեն հաջորդ 4 օրերին ու 4 ամիսներին։ Ազգային ժողովի 2013 թվականի սեպտեմբերի 9-ից 13-ի 4 նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժինը և հատուկ արգելափիակ որոշման նախագիծը։ Քննարկվելիք հարցերն իմ մասին են, բայց կարծես թե վերջին օրերին ես ուրիշ խնդիրներով եմ մտահոգված, մասնավորապես Հյուսիսի դաշնակցի հետ իմ ռազմավարական գործընկերության նոր ձևաչափի մասին։ Այս մասին խոսեցին իմ թարսվող ներկայացուցիչները։ Մեծամասնության ղեկավարը նրանց պատասխանեց, որ սա հանրապետության նախագահի գործն է։ Նա ունի հայտարարություններ անելու իրավունք։ Քննարկման ներկայացվող օրակարգի նախագիծ, որը շատ քիչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ տեղի ունեցող դրական զարգացումների հետ, հայկական բանի որքանը իրավունքների պատասխանատվությունը չկիսել հայկական բանի։ Առաջարկում եմ շուտով օրակարգի հաստատում Պարս մի համաձայնագիր չէ գյուղատնտեսություն նախարարությունների միջև, սա մեր ճարտարապետին է։ Նախագահի լիազորությունն է, որը տվել է համաձայնությունը միանալու անդամակցելու մաքսիմալ միությանը։ Ազգային ժողովի լիազորությունները օգտագործի այդ համաձայնագրերը մենք կստանանք ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր խմբակցություն քաղաքականություն տեսակետը կհայտի։ Սեպտեմբերի 9-ին պատգամավորները քննարկեցին երկու հարց, դրանցից մեկը շահութահարկի մասին օրենքում լրացում կատարելու մասին էր։ Ֆինանսների փոխնախարարի ներկայացրած նախագծի համաձայն, օտար երկրներից ինձ մոտ օտար արժույթով ներդրում կատարողները լրացուցիչ հարկեր չեն վճարում։ Ստացվում է, որ նման քաղաքականությամբ կարող են վնաս բերել ներդրումային ծրագրերի իրականացմանը մասնավոր սեկտորում։ Որովհետև նորից եմ կրկնում, չկա հստակ ներկայացված մոտեցում, չկա հստակ ներկայացված ծրագիր։ Ինչ նպատակով, այն նպատակով, որպեսզի հնարավորություն ունենան օտար երկրյա, հնարավորինս ցածր տոկոսադրույթներով և լավ պայմաններով գումարներ ներգրավել։ Քննարկվող մյուս հարցը վերաբերում էր լրագրողներին։ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելով, այսուհետ արգելված կլինի նրանց նյութերը արտատպել ամբողջությամբ։ Սա իհարկե այնպես չի, որ կարող ենք ամբողջապես արգելել դրա վերարտադրությունը, որովհետև այստեղ հասարակության տեղեկացված լինելու իրավունքը մեծապես դեր ունի, որի մասին ես ավելի մանրամասն քիչ անց կանդրադառնամ։ Պարզապես խնդիրն այն է, թե ինչ ծավալով և ինչ չափով պետք է այդ վերարտադրությունը կատարվի, որպեսզի առաջին հերթին նախ հարգանք ունենանք կատարված աշխատանքի նկատմամբ, ինչպես լրագրողի կատարած աշխատանքի, այնպես էլ այն լրատվամիջոցի, որում այդ լրագրողը աշխատում է։ Այնպես էլ պետք է որոշակիորեն հնարավորություն ընձեռել, որպեսզի այդ եղանակով կամ այդ միջոցով լրատվամիջոցները հնարավորություն ստանան իրենց ստանդարտները ռեյտինգային բարձրացնելու։ Այսքանով սահմանափակվեց ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստը։ Ես կայցել եմ նստաշրջանի մյուս նիստերի ևս հասկանալու, թե ինչպես են լուծվում իմ առջև ծառացած խնդիրները։